Պետությունը հատուկ քաղաքական կազմակերպություն է, որն ունի տարածք, իշխանությունը տարածում է տվյալ տարածքի և այնտեղ ապրող բնակչության վրա, դրա համար ունի կառավարման հատուկ կառուցակարգ, հրապարակում է իրավունքի նորմեր և օժտված է ինքնիշխանությամբ։ Պետության բնութագրերից է նաև պետական կառավարման ձևը։ Պետական կառավարման ձևը ցույց է տալիս պետական իշխանության կազմակերպման եղանակները, պետական մարմինների ձևավորման կարգը, դրանց փոխգործությունը միմյանց միջև և բնակչության մասնակցության աստիճանը պետական մարմիններ ձևավորելու համար։ Պետությունները ըստ կառավարման ձևի լինում են հանրապետություններ և միապետություններ, որն էլ իր հերթին բաժանվում է երկու խմբի՝ սահմանափակ և անսահմանափակ։ Սահմանափակ միապետությունները առանձնացվում են որպես սահմանադրական, դուալիստական և խորհրդարանական միապետություններ։ Խորհրդարանական միապետությունում միապետը թագավորում է, բայց չի կառավարում։ Կառավարությունը կազմվում է ընտրություններում հաղթանակած կուսակցությունների ներկայացուցիչներից և պատասխանատու է միայն խորհրդարանի առջև։ Օրենքներն ընդունում է խորհրդարանը։ Միապետի իշխանությունը, փաստորեն, խորհրդանշական է։ Օրինակ, Մեծ Բրիտանիայի միապետը թագավորում է, բայց չի կառավարում։ Այստեղից հետևություն, որ Մեծ Բրիտանիան խորհրդարանական միապետություն է։ Անգլիան գտնվում է Եվրոպայի հյուսիս-արևմուտքում։ Տարածքը 131,000 քառակուսի կիլոմետր է։ Անգլիան Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունն է։ Նրան են պատկանում բազմաթիվ ափամերձ կղզիներ։ Անգլիայում ապրում է 51,446,000 մարդ։ Երկրի ընդերքը հարուստ է ածխի, նավթի, բնական գազի, երկաթի պաշարներով։ Գործարաններն ու ֆաբրիկաներն արտադրում են ավտոմեքենաներ ու ավիաշարժիչներ, հեռուստացույցներ ու էլեկտրոնիկա։ Իր առջև դրված առաքելությունը իրականացնելու համար ցանկացած պետություն պետք է գործի մշտապես։ Պետության անգործությունը հավասարազոր է և պետության, և հասարակության կործանմանը։ Հետևաբար, պետությունն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ։ Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնք արտահայտում են պետության հասարակական առաքելությունը, նշանակությունը, ուղղված են հասարակության պետական կառավարման խնդիրների ու նպատակների իրագործմանը։ Պետության ներքին գործառույթներից մեկը տնտեսական գործառույթն է։ Անգլիայի տնտեսությունը իր հզորությամբ 6-րդն է աշխարհում։ Այն բարձր արդյունաբերական երկիր է։ Անգլիան մեծ դեր ունի քիմիական նյութերի և հումքի արտադրության մեջ։ Սկսած 1990 թվականից տնտեսությունը մեծ դեր ունի ֆինանսական համակարգում։ Այդ իսկ պատճառով Լոնդոնը աշխարհի ամենամեծ ֆինանսական քաղաքներից է։ Պետության ներքին գործառույթներից է նաև ֆինանսական գործառույթը։ Լոնդոնի ամենահին թաղամասերից մեկում են գտնվում ամենամեծ բանկերն ու գործարանները։ Օրինակ, Անգլիայի կենտրոնական բանկը 2009 թվականից ի վեր երկրի տնտեսությունը հզորացնելու նպատակով շուրջ 275 միլիարդ ֆունտ ներդրել է արդյունաբերության մեջ։ Քաղաքում գործում են ավելի քան 30 թանգարաններ՝ ազգային, ծովային, բրիտանական բնապահպանական և այլ թանգարաններ։ Կան նաև բազմաթիվ պատկերասրահներ։ Տարվա մեջ հազարավոր զբոսաշրջիկներ են այցելում Բրիտանիա, ինչը ֆինանսական օգուտ է բերում պետությանը։ Պետության գործառույթներից է նաև կրթական գործառույթը։ Բրիտանիայում պարտադիր կրթությունը նախատեսված է 5-ից 16 տարեկան երեխաների համար։ Աշակերտների մեծամասնությունը սովորում է պետական դպրոցներում, որոնք անվճար են։ Ամենահայտնի դպրոցներից են Իրոնը և Խեռուան։ Շնորհիվ բրիտանական կառավարության հատուկ ուշադրության, այստեղ դպրոցն ավելին է, քան սովորական կրթական հաստատությունը։ Այստեղ երեխաները ոչ միայն սովորում են, այլև զբաղվում սպորտով ու գիտությամբ։ Պետական գործառույթներից է նաև իրավական գործառույթը։ Միացյալ Թագավորության դատական գլխավոր մարմինը Մեծ Բրիտանիա և Հյուսիսային Իռլանդիայի Գերագույն ատյանի վճռաբեկ դատարանն է, որը կազմված է դատավոր լորդերից։ Այնուհետև վճռաբեկ դատարանն է, որին հաջորդում է արդարադատության բարձր դատարանը, ապա թագավորական դատարաններ, որտեղ քննվում է քրեական լուրջ հանցագործություններ, դատավորի և երդվյալ ատենականների մասնակցությամբ։ Մեծ Բրիտանիայի քաղաքական կուսակցությունների պատմությունը սկսվում է 17-րդ դարից։ Անգլիայում այժմ գործում են 3 հիմնական կուսակցություններ՝ պահպանողական,
ազատական և լիբերալ դեմոկրատական։ Անգլիայում 1953 թվականի հունիսի 2-ից մինչ այժմ թագավորում է Էլիզաբեթ II թագուհին։